Պակիստանի և Հնդկաստանի հակամարտությունը կարող է վերածվել միջուկային պատերազմի։ Այս մասին Ալ Ջազիրայի հետ զրույցում նախազգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, որից հետո Պակիստանի նախարարները իրար հերթ չեն տալիս Հնդկաստանին սպառնալու համար։ Միջուկային զենքերը փողոցում ցուցադրելու զարդարման կտորներ չեն։ Պակիստանի բալիստիկ հրթիռներն ուղղված են Հնդկաստանի դեմ։ Իր ելույթում հաստատել է Պակիստանի երկաթուղու դաշնային նախարար Մուհամմադ Հանիֆ Աբասին։ Ուզում եմ միայն մի բան ասել. դուք կդադարեցնեք մեր ջուրը, իսկ մենք կդադարեցնենք ձեր շնչառությունը։ Ես դա ասում եմ որպես դաշնային նախարար եւ որպես պատասխանատու մարդ։ Մեր բալիստիկ հրթիռները, թևավոր հրթիռները, 130 ատոմային զենքերը փողոցում դրված մոդելներ չեն։ Մենք դրանք ուղղել ենք ձեր դեմ։ Եթե փորձեք անցնել մեր սահմանները, ստիպված կլինեք կրել հետևանքները։ Մեկ հրթիռ կարձակեք, մենք էլ 200-ով կպատասխանենք։ Ինչ ճակատագիր կունենաք այդ դեպքում, ուր եք փախչելու։ Մի սպառնացեք մեզ, մենք պատրաստ ենք ձեզ հետ կռվելու, մենք վախկոտ չենք, նկատի ունեցեք, որ այդ դժբախտությունը ձեր կյանքին վերջ կտա։ Հնդկաստանի բանակը հայտարարել է, Պակիստանի ոչ մի կրակոց անպատասխան չի մնա։ Հնդկաստանի զինվորականները Ջամուի սահմանամերձ գյուղերի ֆերմերներին հրամայել են շտապ բերքահավաք անել։ Վիճակը վատթարանում է, մենք բերքը հավաքում ենք մինչև բերքահավաքի բուն ժամանակը։ Ստիպված ենք վաճառել շուկաներում չնչին գումարով։ Լարվածությունը անընդհատ աճում է։ Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի եւ մենք չգիտենք, թե ինչ կլինի հետո։ Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին Քաշմիրի շրջանում անընդմեջ հրաձգության 4-րդ գիշերն է։ Լարվածությունը սրվեց Փահալգամի մահաբեր հարձակումից ապրիլի 22-ին։ Զինված անձինք կրակ բացեցին քաղաքում, զոհվեց Հնդկաստանի 25 եւ Նեպալի 1 քաղաքացի։ Ժամեր անց հակամարտող կողմերը փակեցին սահմանային անցակետերը, նվազեցրեցին դիվանագիտական հարաբերությունների մակարդակը եւ չեղարկեցին վիզայի ռեժիմը։ Հնդկաստանը հրամայել է Պակիստանի քաղաքացիներին լքել Հնդկաստանի սահմանները մինչև ապրիլի 29-ը, եթե անգամ վավեր վիզաներ ունեն։ Պակիստանի փախստականների վրանները դեռ լեփլեցուն են։ Մենք կապրենք Հնդկաստանում, մենք այնտեղ կապրենք մեր ամբողջ կյանքում, մենք պատրաստ ենք մեռնել Հնդկաստանի համար։ Բախումներ են նաև Լոնդոնում, ոստիկաններին հաջողվել է կանխել Պակիստանի գերագույն հանձնաժողովի աշխատակիցների ու Հնդկաստանի դրոշը պարզած ցուցարարների քաշքշուկը։ Դուք երբեք չեք գտնի պատմության մեջ գոնե մի դեպք, որ Հնդկաստանը հարձակվել է որևէ պետության վրա։ Մենք այդպիսին չենք, դա մեր արյան մեջ չէ։ Մենք մարտահրավեր ենք նետում հնդիկներին, եթե նրանք հարձակվեն Պակիստանի վրա, մենք կկանգնենք Պակիստանի բանակի կողքին, հակահարված կտանք ու անկասկած կհասնենք հաջողության։ Ռազմական գործողություններում արդեն ներքաշվում են նաև դաշնակից երկրները։ Թուրքիան ավելի է թեժացնում կրքերը Հնդկաստանի ու Պակիստանի սահմանին։ Թուրքիան 6 ռազմական օդանավ է ուղարկել Պակիստան, բեռնված հակաօդային պաշտպանության համակարգերով եւ բայրակթար անօդաչուների համար հրթիռներով։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։